Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Նրա պնդմամբ իր դեմ իր տան մոտ հարձակում է տեղի ունեցել, բռնություն գործադրողն էլ ՔՊ ներկայացուցիչ Գևորգ Խաչատրյանը։ Դեպքը տեղի է ունեցել Նորակերտ գյուղում։ Տան տեսախցիկները միջադեպը չեն ֆիքսել, քանի որ տեսախցիկի մալուխը նախապես կտրված է եղել։ Տեղում ինձ օգնության հասած հարևանները կանխել են հանցանքը եւ ՔՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո պարզել եմ, որ տանս արտաքին պատին ամրացված տեսախցիկի մալուխը կտրված է։ Ամենայն հավանականությամբ այն կտրվել է նախորդ գիշեր, որովհետև մինչ այդ տեսախցիկն աշխատել է։ Ժամանել են ոստիկանության ծառայողները, որոնց ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին, որպես խուլիգանություն եւ հարձակում իմ տան վրա։ Հասարակական գործիչ Հովանես Իշխանյանի տեղեկություններով Հոխիկյանի տուն գնացողները հայր ու որդի են։ Նրանք գնացել են ՔՊ-ին քննադատելու համար Հոխիկյանից պատասխան պահանջելու։ Դու գնում ես մեկի վրա հարձակվում ես, հետո ամբողջ աշխարհով զռռում ես, որ քո վրա են հարձակվել։ Նաիրի Հոխիկյանի դեպքում ինչ եղավ։ Երկու հոգի քաղաքացիական պայմանագիր է ահաբեկչական խմբավորումից իմ տեղեկություններով հայր ու որդի գնացել էին, ասել էին, բայց այդ մեզ ինչի ես քննադատում։ Սենց ինչի ես վիրավորում բան դե Նայիրին էլ ասելա դե մի ցույց տվեք ինչն եմ վիրավորել չէ բան են ցույց տվել որ իրենց հետ կապված չի եղել հետո հայհոյել են սկսել են հարվածել Նայիրին էլ հարվածել հետո խաղալի կատրճանակա բարեբախտաբար մոտ ունեցել հանելա վախացրելա Բացի ՔՊ-ի հասցեին Հոխիկյանի հնչեցրած քննադատություններից Իշխանյանի կարծիքով նաև նրա հեղինակած գիրքն է հունից հանել իշխող քաղաքական թիմին գիրքն Արցախի մասին է եւ եթե հարձակում են կատարում քաղաքացիական պայմանագրին քննադատելու համար այս գիրքը գեղարվեստական միջոցով է այդ քննադատությունը նաև իրականացնում դրա համար նաև կարող ենք համարել որ սա նաև ստեղծագործողի դեմ գրոհ է եւ ազատ խոսքի ազատ արտահայտման եւ ստեղծագործության Նիկոլ Փաշինյանին պատկանող հայկական ժամանակ օրաթերթն էլ հղում անելով իր աղբյուրներին գրել է թե Նաիրի Հոխիկյանն է նախահարձակ եղել ըստ օրաթերթի վիճաբանություն է սկսվել նախընտրական պաստառի շուրջ Հոխիկյանն էլ իբր վիրավորել է ԿՊ-ականներին ապա հարվածել նրանց ու զենքի միջոցով սպառնացել Քննչական կոմիտեն նույն միջադեպի մասին երկու հաղորդում է ստացել Հոխիկյանն ու Գևորգ Խաչատրյանը միմյանց դեմ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել Նորակերտում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ստացվել է առերևույթ հանցանքի մասին երկու հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, խուլիգանության, հոգեկան եւ ֆիզիկական ներգործության հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Մեդիափորձագետի դեմ հարձակումը դատապարտել են մի շարք քաղաքական ու հանրային դեմքեր։ Genesis Armenia ուղեղային կենտրոնն էլ իրավապահ մարմիններից պահանջել է բացահայտել միջադեպի բոլոր հանգամանքները։ Խստագույնս դատապարտում ենք մեդիափորձագետ եւ լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ իրականացված հարձակումը նախընտրական Հայաստանում իշխող կուսակցության թողտվությամբ եւ միտումնավոր լռության պայմաններում վախի մթնոլորտի տարածումն ու կիրառումը խոսում է բացառապես մտքի տերորն ու անպատժելիության մշակույթը օրինականացնելու մասին։ Մենք գործ ունենք ոչ միայն մեկ քաղաքացու եւ լրագրողի իրավունքների կոպտագույն խախտման, այլև խոսքի ու մտքի ազատության, մամուլի անկախության եւ ժողովրդավարական հիմնարար արժեքների ոտնահարման հերթական դրսեւորման հետ։ Անթույլատրելի է, որ քաղաքական որևէ ուժի ներկայացուցիչ բռնության սպառնալիքի հայհոյանքների կամ ճնշման միջոցով փորձի լռեցնել այլակարծությունը, փորձի առևանգել կամ ահաբեկել իշխանության գործունեությունը քննադատող անձանց։ Մեկ այլ միջադեպի մասին էլ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն է ահազանգ հնչեցրել։ Նա տեղեկացրել է, որ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը քննադատելուց հետո անհայտ անձին գնացել են իր բակ, նկարել են նրա ավտոմեքենայի համարներն ու հեռացել են։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media